Պարոն Միքայելյան, ինչ այսօր տեղի է ունենում, ինչպես կմեկնաբանեք, սա քաղաքական հետապնդում է ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի նկատմամբ։ Տեսեք, եթե այս ամեն ինչը տեղի ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է ընդամենը 10 օր, ու քեզ կանչում են Երևանի կենտրոնի քննչական 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, քաղաքական հետապնդում է թե չէ կմտնենք փաստաբանիս հետ դուրս կգանք Երևան, բայց որ սա քաղաքական ուղղորդված ակցիա է, դա վստահաբար այդպես է։ Պարոն Մխիթարյան, ինչ եք արել, որ ինչ մեղք եք գործել, որ ձեզ բերել են։ Մխիթարյանին հենրիխ չկարողացան բերել այդտեղ ստադիոն խաղալու, ձեզ այլ Մխիթարյանի բերեցին կողքի քննչական փաստորեն։ Դե Մխիթարյաններից մեկը ամեն դեպքում ստադիոնի շրջակայքում գոնե պիտի լինի, էլի։ Տեսեք, ես մի բան ասեմ։ Առանց վարորդական իրավունքի վարել եք մեքենան։ Գերագույն գլխավոր քնձխը երբ եկել էր Գյումրի, Լաչառավարի հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են թեկնածուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը ինչ որ 300-350 միլիոն դոլարի, դե հիմա պարզվում է ես մի հատ ակտ կար, այդ ակտի համար ինչ որ մտե, որը չգիտեմ էլ։ Ես չգիտեմ, հիմա մտնեմ տեսնեմ, էլի։ Իսկ այսինքն դուք առանց վարորդական իրավունքի Ես չգիտեմ ինչի համար են կանչել։ Բայց տիկին քննիչը որ դες զանգել է, շփում եք իրար, չասած ինչ որ ակտ ունեք։ Դե ասեց ակտ, բայց ինչ ակտ է, չգիտեմ ինչի մասին է խոսքը։ Ինձ օրինակ քննչական կոմիտեից պատասխանել են, նախ ասել են որ դες չի ճանաչել քննիչը, Արփինե Դավթյանը, բայց ասացին նաև որ ինչ որ վարչական իրավախախտումներ եսին որ հոդվածի հետ կապված դուք 6 ամիս զրկված եք եղել վարորդական իրավունքից եւ հետո վարել եք այդ զրկված վիճակում։ Ես զրկված եմ եղել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 2024 թվականի հունիսի 22-ը, հունիսի 25-ին ստացել եմ իմ վարորդական իրավունքը հետ եւ վարում եմ մեքենան 11 ամիս։ Իսկ ինչ եք զրկվել, ինչ է եղել։ Շատ հայկական պատմություն, բալերս պրծել էր։ Ոչինչ, հեսա Ալեն Սիմոնյանը կավելացնի բալերը։ Դե բայց շուտ ավելացներ։ Չհասցրել է, հատուկ արեց, որ Դե ամեն դեպքում կմտնենք կիմանանք, իմ համար ծիծաղելի է, որովհետեւ 11 ամիս էս ամեն ինչի մասին չխոսել ու կանչել հենց քարոզարշավի այն ժամանակահատվածում, երբ որ ընդամենը մի 10 օր է մնացել ու ասել որ չգիտես ում ես զանգում, առավել եւս եթե չգիտես ում ես զանգում, Ռուբեն ջանը ո՞րն է։ Դե ոնց որ չգիտեմ, չէ լավ կոռեկտ ասել, ինչ է ասել, բայց դուք էլ իր ջանով խոսեցիք։ Չէ, ես ջանով չեմ խոսում, որովհետեւ դե անծանոթ կանանց հետ ջանով խոսեմ, ինչ իմանամ։ Հասկացա։ Իսկ Պաստորեն այդ որ տենց խոսում են նախկինների թալանից բան, որ նախկինները գալիս են Գյումրու։ Ես մի ակտ եմ թալանչին դուք եք մենակ։ Մի ակտ եմ թալանը ես Պաստորեն։ Մի ակտ եմ թալանը 11 ամիս առաջ, հիմա կմտնենք կիմանանք։ Այդ ժամանակ էլ եք Range Rover-ով թե այն ժամանակ ուրիշ մեկ։ Հիմա կմտնենք կիմանանք, էլի։ Հիմա այդ որ ասում են Range Rover պիտի վերադարձնենք, ասում էի, չէ՞, իմ Range Վերել եք որ վերադարձնենք։ Հատիկ առ հատիկի մեջ, հա։